Իշխանությունները տարին ավարտում են մի շարք խոստումներ անկատար թողնելով, բայց դարձյալ վստահեցնելով, իրականություն կդարձնեն դրանք։ Մենք կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի։ Կառավարության նիստից հետո վարչապետը խոստացավ, չնայած կապսի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է, իշխանություններն այն կառուցելու են։ Այս դեպքում, սակայն, Փաշինյանը որևէ ժամկետ չնշեց։ Կառավարությունը ջրամբարի կառուցումը նախատեսում էր ավարտին հասցնել 2026 թվականին։ Շիրակի մարզում կառուցվող կապսի ջրամբարի շինաշխատանքները օրերս են դադարեցվել։ Շինարարությունն իրականացնող չինական Shanxi Construction Investment Group-ի աշխատակիցները հեռացել են Հայաստանից։ Հայաստանի կառավարությունը միջազգային մրցույթը շահած չինական ընկերության հետ պայմանագիրը խզել է։ Հիմա գործադիրը նոր գործընկեր է փնտրում։ Վարչապետը Shanxi Construction Investment Group-ին մեղադրեց տված խոստումները չիրականացնելու համար, բայց չասաց, թե կոնկրետ ինչ պարտավորություններ է խախտել չինական ընկերությունը։ Խոշոր կապիտալ ծրագրերը այդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում, պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ կառավարությունը չկա այդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել, կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է։ Ազատությունը դեռ ամիսներ առաջ էր պարզել, ջրամբարի կառուցման շինաշխատանքների ժամկետները խախտվել են։ Անցած ամիսներին աշխատանքների անգամ 20%-ը չի իրականացվել։ Սա էլ հենց պատճառ է դարձել կապալառու ընկերության հետ կնքված պայմանագիրը խզելու համար։ Եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք։ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, երբ որ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծելու, զրոյից գյուղ ենք կառուցելու եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ այս ծրագիրը կարեւոր է ոչ միայն հենց Ջրաձորի եւ Ջրաձորի բնակիչների համար, այլև կարեւոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ, կոնկրետացնելու վերաբերյալ։ Դեռ 5 տարի առաջ կառավարության նիստում էր վարչապետը խոստանում կապսի ջրամբարի կառուցման համար Ջրաձոր համայնքը տեղափոխելու ու նոր գյուղ կառուցելու մասին։ Կառավարությունը 5 միլիարդ դրամ էր հատկացրել զրոյից նոր գյուղ հիմնելու համար։ Անցած 5 տարում, սակայն, դրա շինարարական աշխատանքներն էլ չեն սկսվել։ Նախարար Դավիթ Խուդայթյանը հոկտեմբերին խոստացավ ծրագիրը սկսել 2026 թվականին։ Կապսը մեկն է այն 17 ջրամբարներից, որ կառավարությունը խոստացել է կառուցել 2021-26 թվականներին։ Անցած 4 տարում, սակայն, խոստացած 17 ջրամբարներից շահագործման է հանձնվել միայն 6-ի ջրամբարը։ Ինչ փուլում են մնացած 15 ջրամբարների կառուցման աշխատանքները։ Պարզվում է, անցած 4 տարում դրանց շինարարական աշխատանքներն անգամ չեն մեկնարկել։ 5 ջրամբարների կառուցման ներդրումային ծրագիրը արդեն հաստատվել է։ Այդ 5 ջրամբարներն են Քասախի, Ելքինի, Լիչքի, Աստղաձորի եւ Արթիկի ջրամբարները։ Սրանց շինարարության մրցութային գործընթացները ակնկալվում են մեկնարկել 26 թվականի երկրորդ կիսամյակում։ 9 ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունները նախատեսվում են իրականացնել վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։ Ջրային կոմիտեի կողմից արդեն մշակվել է առաջադրանքի պայմանների նախագիծ։ Եվս մի ջրամբարի մասին Գեղարքունիքի մարզի Արգիճի ջրամբարի հետ կապված փոքր տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Առայժմ տեխնիկական դադար է։ Տարբեր երկրների կառավարություններ եւ ընկերություններ, որոնք ներգրավված են տարբեր մեծության ծրագրերում, լինում են, պատահում են, որ այդ ծրագրերը ինչ որ առումով ժամկետները չեն կարողանում պահպանել կամ ինչ որ գործեր չեն կարողանում անել։ Մեր մտահոգությունը այստեղ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի կառավարության դեպքում սրանք համակարգային սիստեմատիկ եւ շարունակական բնույթ են կրում։ Սա մի եզակի դեպք չի։ Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը գործադիրին անարդյունավետ կառավարման համար է մեղադրում, հայտարարում շինարարությունը դադարեցնել, պայմանագիրը լուծելը շատ ավելի հեշտ է, քան գործընթացը կառավարել եւ արդյունք ապահովելը։ Պետական պաշտոնյաները քննարկում են, իրենք խոսում են, որ այստեղ ռիսկեր կան, որոնք պետք է կառավարել, այո, կան եւ պետք է կառավարել։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ համակարգային կերպով մի շարք պրոյեկտների դեպքում
բոլորը ձախողվում են։ Կարելի է տարբեր մեղավորներ գտնել, պատասխանատվությունը բարթել ուրիշների վրա, բայց այս խնդիրները կուտակվում են եւ իհարկե օրերից մի օր սրանք ինչ որ ձևով նաեւ լայնածավալ խնդիրներ են առաջացնելու։ Այնպես չի որ ամեն այսպիսի խնդրից հետո մեր երկիրը խնդիր է ունենալու, բայց կուտակվում են խնդիրները կառավարության կողմից վատ կառավարման արդյունքում եւ այդ խնդիրները մի օր ինչ որ տեսք են ստանում, որը այլևս հասարակության համար ընդունելի չի։ Սա իրականացնելու համար Խոստացած ծրագիրը ժամանակին չիրականացնելու կառավարման անարդյունավետության մեղադրանքների ֆոնին վարչապետը 3 փաստացի արդարացնում էր, ինչու չի հաջողվում գործադիրին չխախտել իր իսկ սահմանած ժամկետները։ Դրանք էլ մեծ բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն են, որոնք մենք պետք է ընթացից կառավարենք։ Ես նաև սա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետք է սովորենք, ասելով չի, որ մենք ենթադրենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Պրոբլեմներ կան, որոնք պետք է սովորենք, թե ինչպես լուծել եւ պիտի սովորենք ինչպես անել, որ այդ պրոբլեմները չառաջանան։ Սխալներով, բացթողումներով ենք մենք եւ բոլորը սովորում եւ խնդիրն է նա, որ մենք պետք է ի վերջո դարձնենք ջրամբար կառուցելը սովորական բան։ Իշխանության խոստացած ու դեռ իրականություն չդարձած ծրագրերից մեկն էլ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է։ Մենք հստակ որոշումը կայացրել ենք եւ պետք է գնանք այս ճանապարհով, այսինքն ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի մենք իհարկե եթե նախագծման process-ները ժամկետում այսինքն հույս ունեմ ժամկետները չեն խախտվի, ես մի քիչ էլ ավելացված ժամկետով ասացի եւ 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը Աջափնյակ կայարանի եւ շատ կարևոր է սա։ Մետրոյի նոր 11-րդ կայարանի շինարարությունն անգամ անցնող տարում չմեկնարկեց, իսկ Աջափնյակի կայարանի կառուցման համար բյուջեից հատկացված միջոցների մի մասը սկզբում կառավարությունը, հետո էլ քաղաքապետարանը այս տարի այլ ծրագրերի հատկացրեց։ Գործադիրը $300,000 ուղղել է սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալների վճարների մասնակի փոխհատուցմանը, մոտ $9 միլիոն բնակավայրերի սեփական տների էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին։ Շաբաթասկզբին էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գումարի մի մասով քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել։ Ավինյանը մետրոյի նոր կայարանի աշխատանքների ձգձգումը հիմնավորել էր նախագծի բարդությամբ, հայտարարել այն բարդության 5-րդ աստիճանի է եւ միայն պարզ փորձաքննությունը տևել է մոտ 1 տարի։ Հանրայինի եթերում էլ պարզաբանեց, թե գումարը չեն հասցրել ծախսել 2025-ին եւ ստիպված հատկացրել են քաղաքային այլ խնդիրների լուծմանը։ Յուրաքանչյուր ծախսի վերաբաշխում իրականացվում է ծրագրի որոշակի բարդությունների հետ կապված։ Մետրոյի նախագծի մեր պարզ փորձաքննությունը շատ երկար ժամանակ էր տևել, դա է միակ պատճառը, որ այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել եւ պլանավորում ենք ծախսել արդեն հաջորդ տարի։ Եվ շատ տրամաբանական էր, որ այն գումարը, որը չէր ծախսվելու մետրոյի հողերի օտարման համար, խոսքը գնում էր հողերի օտարման մասին, պետք է արդեն նույնպես այդ ոլորտին տրամադրենք եւ տրամադրել ենք 45 12 մետրանոց տրոլեյբուսների գնման համար։ Քաղաքային նախորդ իշխանությունների ու նաեւ այս իշխանության խոստումներից մեկը Հայաստանի ամենամեծ Նուբարաշենի աղբավայրի փոխարեն նորի կառուցումն է։ Գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմը խոստացել էր կոնսերվացնել աղբավայրը, դրա փոխարեն 2024-ին սկսել ժամանակակից ստանդարտներով աղբավայրի կառուցումը։ Մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը։ Այս հոկտեմբերին էլ քաղաքապետը խոստացավ մինչև տարեվերջ քաղաքապետարանը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի առաջին փուլի մրցույթը կհայտարարի։ Քաղաքի համար սա եւ բնապահպանական, եւ անվտանգային հարց է։ Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը եւ քաղաքի բնականոն միջավայրը։ Երևանը ունենալու է մաքուր, անվտանգ եւ վերահսկվող
թափոնների կառավարում։ Քաղաքապետանից հայտնում են մրցույթը եկող շաբաթասկզբին կհայտարարվի, իսկ նոր աղբավայրի կառուցման շինարարության մի քանի մրցույթները անցնող տարիներին անհաջող են եղել, առնվազն 3 անգամ հետաձգվել են։ Անցած շաբաթ քաղաքային իշխանությունները նոր աղբավայրի համար նոր ժամկետներ սահմանեցին, բայց ոչ շինարարության մեկնարկի։ Քաղաքապետանից հայտնում են միայն 2026 թվականի վերջին հնարավոր կլինի մեկնարկել նոր աղբավայրի տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքների մրցույթները, եթե կառավարությունը հաստատի ներդրումային ծրագիրը։